Los Angeles-ի հայկական ամենալսելի թոք շոու R-Music հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Ողջույն հարգելի բարեկամներ, բարի օր, բարի լույս եւ բարի երեկո բոլորին, ովքեր միացել են մեզ ուղիղ եթերը։ Մեկնարկած է Դեմ դիմաց հանդիպումն է Ռաֆայելը եւ Դերենիկը ձեզ հետ են։ Բարի երեկշաբթի, Դերենիկ ողջույն։ Բարի լույս բոլորին։ Քիչ առաջ եթերում Արնո Բաբաջանյանի անմահ նոկտյուրնը ազարարում էր գեղեցիկ մեկնարկ։ Ֆանտաստիկ երաժշտություն են, հա, բայց Բաբաջանյանականը դեպետ կլասիկ են համարում որոշ դրվագներ, շատ հոգեհարազատ է, էլի շատ sense տաք բան կա իր երաժշտության մեջ։ Ուրեմն մի բան հիշեցի Արնո Բաբաջանյանի հետ կապված, ապա նոր է աշխատում հեռուստատեսությունով, մի փոքր բան կա այնտեղ, բայց ոչինչ, բոլորս էլ չափահաս ենք։ Ուրեմն ոստիկաններ էին կանգնում եւ անցագիր էին ուզում հեռուստատեսություն մտնելու համար հենց այդ առաջի հարկում ռադիոկոմիտեի շենքում, հա։ Մենք էլ այդտեղ կանգնած ենք, մեկ էլ Արնո Բաբաջանյանը մտավ, հա, մեկ էլ ոստիկանը sense կանգնեց, ասեց ձեր անցագիրը, ասեց Արնոն նայեց երեսին նայեց, ցույց տվեց համառ պատասխան տեղ ու ասեց առը քեզ անցագիր ասեց։ Առը քեզ նոկտյուրն։ Շատ արքեր։ Երբեք չեմ ողալել, ես ասած ոստիկաներին պապանձվեց մնաց։ Ասում են Արնո Արությունիչը բառամթերք ուներ հետաքրքիր, ասում են։ Քիթը քիչ է, էլի կարծես այդ ամեն ինչը մի հատ էլ լպտի բան ցույց տա խշմար։ Այ քեզ բան, այ քեզ պատումներ։ Կարծում եմ որոշ դեպքերում այդ բանը աշխատում է։ Իհարկե շատ հաճախ աշխատում։ Հա, իր անձի մեծությունը վաստակը հաճախ քողարկում, ասենք հասարակ մահկանացուները այդպես բանանեն ուրիշ ձև է դառնում, բայց հա, իր կերպարը ասում են ինքը ընդհանրապես հետաքրքիր բառամթերք օգտագործող անձնավորություններ, հա։ Հիմա վերջը չիմացանք այն բալերինայի հետ բան եղել է թե չի եղել, որ ուսին դրած նկար ունի մի հատ ամբողջ համացանց ակտիվ դայակ նարկել, վերջը մեր գործը չի, կարևորը երաժշտությունն է։ Անգլերեն լավ խոսք ասում են larger than life, կյանքից ավելի մեծ ոնց որ էլի։ Շատ մեծ ներկայություն ուներ, լցվում էր որտեղ մտներ սենյակ կամ բան, էներգիան բանը շատ պետարքիր անձնավորություններ։ Եվ հաջողակ Ռուսաստան Մոսկվայում էլ էստեղ էլ ասում են առաջին official միլիոները US բան Միացյալ Նահանգների դոլարով միլիոնատերը, ասում են առաջինը ինքն է իբր եղել official, հիմա ճիշտ սուտ չգիտեմ ինչ որ մեքենա է ունեցել հատուկ աշտոնական հոնորարներ էր ստանում, սիրում էին երգերը, երգում էին ամենտեղ, բան ձայնագրում էին, ամեն ինչից փող էր գալիս, հաջողակ։ Այ միլիոնատեր, այ տենց որ երևում է ճանապարհը, էլի որ անցել է, ամեն ֆիլմից իր երգներ, ամեն դաշնամուրու բան, էլ չեմ ասում համերգներ, էլ չեմ ասում են Տոկիոյի մրցանակ, բան չէ, գնաց Grand Prix-ին հաղթեցին, 4 տվա է գալիս ու երգով։ Հետո այդ մելոդիա ընկերությունը կար, ձայնապնակներ արտադրող սովետական ընկերություններ, այնտեղից էլ լավ փողեր էր գալիս երգերը, որ բան էին անում։ Չէ, եւ արժանիորեն են որ ասում ես հալելա քեզ այս է դեպքն է, էլի։ Ինչու ոչ, թող լինի, թող հնչի։ Դե ինչ ընկերներ, դասական սկսեցինք այսօրվա մեր զրույցը։ Այսօր իհարկե Հայաստանում առաջին անգամ պատմության մեջ նոր օր ենք նշում, այսօր Memory Day է, ոնց որ Memorial Day է, հիշատակի օր է Հայաստանում, այսօր ոչ աշխատանքային է, թեպետ մենք full գրաֆիկով աշխատում ենք, բայց առաջին անգամ որոշվեց մեկ օր սահմանել, որը իր մեջ կամփոփի բոլոր ժամանակներում հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի անկում ապրած մեր նախնիներին, ովքեր կռվել են, որպեսզի մենք այսօր ապրենք։ Օրվա գաղափարախոսության մեջ դա է դրած, որ բոլոր ժամանակների մեր հերոսների հիշատակի օրն է եւ այսօր նշել ենք առաջին անգամ, իհարկե շատ տենց պատկերացում չունենալով ոնց են նշում բան, հա հարգանքի տուր, բան երաբլուր հասկանալի է դա ամենը, բայց ինձ ժամանակ կուզե, որ խորհուրդը ամրանա, հասկանանք վերջը ոնց են անում դա։ Ամերիկյան բանին ասա շատ նմանվում Veterans Day, որ ունեն բոլոր պատերազմներում այո, մտավորապես եւ զոհված։
Այդտեղ օրինակ տեսեք, այդքան տարի ապրում եք, 12 տարի ես ապրեցի, մի օր ես չեմ հիշում, ինչ պիտի անեինք, ինչ որ պետական մակարդակով բան կար, թեկուզ Memorial Day-ը, թեկուզ Veterans Day-ը։ Հիշում եմ, որ ինչ որ գերեզման էին գնում, հարգանքի տուրք էին մատուցում։ Այո, հետո գալիս ու բարբեկյու են անում, էտա իրենց բակում, Ինչպես ամեն տարի նմանատիպ բաներին, այս տարի եւս առանց ավելորդության չմնաց, էլի խոնարհում ու հարգանք 44 օրյա պատերազմի զոհերի հիշատակի արչև իրանց ծնողների, ինչ էլ անեն, ոչ մեկը չեն կարող իրանց մխիթարենք, բայց մի քանիսը այսօր գնացել էին Եռաբլուր եւ շոու պիտի ասեմ, բայց դա շոու է, էլի լրատվականների դիմաց Փաշինյանին գնացել են որ մուտքը փակեն որ չմտնի Եռաբլուր, լրատվականները իհարկե այդ ամենաակտիվ լուսաբանում են, ես գնացի կանգնեցի որ ինքը ստեղով չանցնի, Շիրիմի տղու Շիրիմի մուտ չգա, սենց բաներ եղան, որը չպիտի լինի, էլի ընկերներ չպիտի լինի տենց բաներ։ Պիտի մի վեհ մնան մարդիկ, ամեն մեկը իր տեղում մնա, ոնց որ ասում են, էլի։ Բայց դե չխուսափեցինք այդ դրվագներից։ Դու Ռաֆայել, դու տեսել ես այս ամերիկյան զինվորական գերեզմանոց ես տեսել ես։ Իհարկե 405-ի կողքին որ միանման աշխարհի ծերը։ Բոլորը մի տեսակ խաչեր են մի չափի։ Ախր դրա մեջ այնքան լավ բան կա դրա մեջ։ Նախ այդ ասում եմ որ բոլորս հավաստար ենք։ Հիմա եթե ասենք մեկը փող ունի ավել, բերում այնտեղ քարից բանա սարքում, մեկը չունի այդ փողը կողքը խեղճ ու կրակ, այմար, այս մարդիկ նույն նպատակին են ծառայել, զոհվել են նույն նպատակի համար։ Իրանց խաչերը պիտի հավասար լինի, էլի։ Այդ բանից էլ պիտի դուրս գան, կարողանանք դուրս գալ, այմար։ Այդտեղ էլ ցուցամոլություն Իմը պետք է ավելի բարձր լինի, իմը պետք է քարից լինի, իմը պետք է մարմարից լինի, ես ասեմ ստանդարտ է Եռաբլուր։ Ամոթել է, էլի, այս ավե վերջ, ուրիշ տեղ չգիտեմ, բայց քարով չի էլի հարգանքն ու բանը հավատացեք ինձ։ Եվ այդ փողերն էլ այդ բանը ավելի լավ բաների վրա կարելի է ծախսել։ Դրոշակն է եւ խաչն է, վերջացավ։ Դե հա, էդ է, բայց դե մենք մի քիչ մենք լուրջ ճանապարհ ունենք անցնելու էլ այդ ամենը վերագնահատելու համար։ Պապիկյանը Պաշտպանության նախարարության ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում շատ կարճ էստեղ ծանուցում կա ուղղակի ավանդական այդ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այսօր հունվարի 27-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու զինվասների հիշատակին, այստեղ նկարներ են Փաշինյանը եւ երկրի ղեկավարությունը ծաղիկներ չի դրել վերածնվող Արցախ կոթողի մոտ եւ դա եւս ակտիվ քննարկման մեջ է ոնց չդրեցիք բան ժողովուրդ ջան Արցախ կա որ վերածնվող կոթողի մոտ գնան դեն ախր տարական բաներ կարելի է ժողովրդին sense խառնել իրար վերածնվող Արցանի մոտ գնա դնի որ ինչը վերածնող եք վերածնեիք որ 44 օրյա պատերազմի ժամանակ հազարներով ավելացած չլիներ շիրիմների գինը չգնաց վերածնվող Արցախ կոթողի մոտ մեկ էլ այս բանը չեմ հասկանում Եռաբլուրում են նաև այդ անդիմադտմիկների ալիքներն է Եռաբլուրում են նաև Արցախի նախագահը ժողովուրդ ջան մի բան էլի ճշտենք վերջը այս մարդիկ ցմահ նույն պաշտոնի մեջ են մնալու հա այսինքն իրանց բախտը բերեց էլի ով որ падգամավոր էր օմբուդսմեն էր ով ինչ վերջի րոպեին պաշտոն քերեց դա ցմահ պիտի կոչեք տենց ոնց կարելի է տենց բաներ անել Գոնե ասեն ինչ որ էլի պաշտոնություն է էլի լրիվ անիմաստություն դեմագոգիա փրփուրներից են կախվում փրփուրներից ուղակի հա ինչպես ընդգծեց Արցախի նախագահը ասում է մի հատ կեղտոն մեկը դուք չեք ամաչում բա դուք այդ ժողովրդի հետ երեխեքի գերեզմաններից ամաչեք Ես չգիտեմ ինչի այդպիսի բան ունեմ էլի լավատեսական զգացողություն ունեմ որ այս ընտրություններից հետո Այդ ամեն ինչը չի վերանա իհարկե, բայց կհանդարտվի ավելի, էլի, այդ անիմաստությունը կհասկանան, որտեվ հիմա ամեն ինչ արվում է, ես տեսնում եմ արդեն հատիկ այդ ընտրությունների ինչ որ հնարավոր է, ինչքան կեղտոտ ձևեր կան պայքարի, ինչքան սուտ հնարավոր է խոսել, կեղծարարություն, ամեն ինչ արվում է։ Մենակ այդ ընտրությունների համար, իրանից հետո արդեն ինձ թվում է բան կլինի, էլի։ Թուլանա այս ամեն ինչ լավատեսեք շատ էս բանը լավատեսությունը դերեդիկը պահպանում է արգելի բարեկամներ հա այդ լավ է բայց Այմար այս փետրվարին
J.D. Vance-ը Միացյալ Նահանգների փոխնախագահ գալիս է Հայաստան, Այո։ Ադրբեջան եւ Հայաստան իհարկե, Այո, բայց նաեւ Հայաստան է գալիս։ Եվ Թրամփը գիտեք ինչ ասեց երեք, ասեց որ among other things, ոնց էր հայերենը Ամենից այլոց զատ ի տարբերություն չէ, այլոց էս երեք որ ասում է, էլի մոռացա։ այդ ամենայն ըստ ամեն Չէ, among other things, նա երեք ասեցի նախ եւ եւ առաջ ինչ չէ, այս ամենին զուգահեռ նաեւ էլի, հա նաեւ բան ուրեմն շատ կարևոր ասեց ուրեմն ատոմակայաններ կառուցելու համար պայմանագիր, խաղաղ էներգիա ատոմային եւ միկրոչիպերի արտադրության բան ծրագիր, որ Հայաստանում միկրոչիպեր պետք է արտադրվի եւ այդ իմաստով ուզում են Հայաստանը կենտրոն սարքեն այդ մասում, այդ ժամանակակից այդ տեխնոլոգիաների, չիպերի, բաների եւ այլն։ Այս եթե դա եղավ, այ մարդ պատկերացնում եք Հայաստանը սկսի չիպեր արտադրել։ Իդեպ Թայվանը առաջատարն է, չէ՞, այդ հարցում հիմա ոնց որ պաս են տալիս Հայաստանի պես երկրի, ինչու։ Այս ռեգիոնում մենք ենք ոնց որ առայժմ տենց է, իհարկե Ադրբեջանը պայքարում է դրա դեմ, ուզում է որ իր մոտ այդ ամեն ինչը լինի, որտեղ վաղը միսօր եթե սկսենք չիպերը արտադրել, մենք չիպերը կտանք, դիմացը գազ կվերցնենք, նավթ կվերցնենք, այդ չիպերը ապագան, հա։ Այո, որտեղ մենք բնական ռեսուրս չունենք, այսինքն ունենք, բայց նավթ ու բան չունենք տենց որ կարողանանք դրանով ապրել, սո մերը պետք է լինի տեխնոլոգիաները։ Հստակ է շատ։ Ես ոնց հասկանում եմ, օքեյ, ասեք։ Բանա Միացյալ Նահանգները ոնց է նայում իմ պատկերացմամբ էլի իրենք միշտ այս մասին ասում են խաղաղություն լինելու համար հարևան երկրները մոտավորապես պիտի հավասար լինեն տնտեսապես ու ինչ որ կախված է լինեն իրարից էլի մի քիչ էնի ունենա մի քիչ մեկը մյուսից շատ է տարբերությունը դառնում մեկը մյուսի վրա հարձակվում այս պատմությունից բոլորս գիտենք ու հիմա դրա համար այնպես են ուզում անել որ Ադրբեջան Հայաստան մոտավորապես բալանսը կարողանան պահեն Դե Ադրբեջանը նավթ ունի, գազ ունի, այս ծախում է, բայց հայերին ինչ անենք, որ հետ չմնան, եկեք չիպ արտադրություն դնենք այնտեղ, որ ապագան այնտեղ է, սա աշխարհից կարողի բան ունեն, հա, որ բալանսը պահեն։ Եթե կարողանանք այս ամենը անել, առայժմ բան է սա, էլի, ծրագիր է։ Իդեպ էսել որ ակտիվ քննարկվում է, ասենք, քանի որ շատ առանձնապես ընդերքը մեր հարուստ չի, իրանք զարկ են տալիս ինչ որ մի բան, ինչ որ խելքի վրա է, ինչ որ տեխնոլոգիայի վրա է, ինչ որ sense մի բանի վրա է, որ կարողանան ինչ որ առումով բալանսի մեջ պահել, եւ շատ ուրախ եմ, որ շեշտը դրվում է նման բանի վրա, որովհետեւ հերի չի որ այդ ապագան է։ Դա միակ բանն է, որ առանձնապես ինչ որ ռեսուրսի հարց չի, որ վայ պրծավ, վայ նավթը իջավ, վայ նավթը բարձրացավ, խելքի վրա է կենտրոններ, բաներ որ բացվում են, իդեպ մենք շատ լավ հաջողել ենք այս Թումո կենտրոնները եւ մնացած այդ բնագավառի հաջողությունները որ նայում ես ու իրոք մեր տաղանդավոր երիտասարդներին, աշակերտներին, շատերին հասկանում ես, որ եթե համապատասխան մթնոլորտ Ամերիկայի պես երկիրը ստեղծի, մենք իրոք կարող ենք հաջողել։ Ես շատ ուրախ եմ դրա կապակցությամբ, սպասում ենք լավ։ Այո, եւ ինչքան մենք տնտեսապես հզորանանք, այնքան էս ընդդիմություն կոչված այդ ամեն ինչն էլ սկսի թուլանալ, ատամները չեն կտրի արդեն։ Հիմա բանից են արդեն բան անում, էլի, վախեցած են։ Մի հատ բանն էլի ավելացնեմ, ոչ թե ընդդիմության, այլ էս fake ընդդիմության, որովհետև ընդդիմություն պետք է միշտ ընդդիմություն, բայց այսպես կոչված ընդդիմությունը, որը ասի չէ երեք տաքսիստը ասում է, բա պիտի ընտրվենք, բա ինչ պիտի անենք, պիտի կախենք սաղին հրապարակում։ Որո ես էդի չեմ մոռանա։ Փաստորեն արդեն բան է, էլի, ոչ թե թոշակ բարձրացնենք, կյանքը լավացնենք, արդարություն ասում ես չկա, արդարությունը վերականգնենք, պատժենք, վառենք, կախենք, բան, Եվ իրոք սրտներում այդպես է, դե իրանց տենց են բան անում, էլի, ինֆորմացիան տենց են տալիս իրանք։ Հասկանում ես, ասենք նայես չի որ ինչ որ մի տարիք ահել է, տարիների սենց թույնա մեջ է կուտակ է կյանքում ոչ մի բանի չի ասե ու որոշել է վրեժ խնդիր լինել, ասենք չի 40 չկար երևի։ Դա այդ աղետը հենց տեղ է։ Okay, ընկերներ, շարունակելով, այս որ ընտրություններ բաներ խոսացինք, ես չհասկացա, բայց տեսեք։ Արամ Սարգսյանին երևի գիտեք, Հանրապետություն կուսակցության նախագահը, Վազգեն Սարգսյանի եղբայրը, այսօր արդեն պաշտոնապես հայտարարեցին, որ առանձին են գնում ընտրությունների եւ նա լինելու է վարչապետի թեկտածուն Հանրապետության կուսակցության անունից։ Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտնում է, որ վարչապետի թեկտածուն ինքն է լինելու, որովհետև կարծում է, որ ՀՀ խորհրդարանում պետք է լինի ամբողջությամբ արևմտյան արժեքները պահպանող քաղաքական ուժ կամ ուժի ներկայացուցիչ։ Հունիսի 7-ին իր տեխնատությունը արդեն
հրապարակավ դրվեց։ Հիմա Մի րոպե, այստեղ Ասեք, կարդամ այդ հատվածը, ասեք, այդ ինչ է ասում։ ահա։ Ես ուզում եմ, որ մեր երկրի խորհրդարանում ամբողջությամբ արևմտյան արժեքներ դաբանող որևէ ուժ ներկա լինի, որ չլինեն միայն ռուսամետներ եւ բալանսավորողներ։ Ես համարում եմ, որ այդ համատեքստում մեր մասնակցությունը ոչ միայն օգտակար է մեզ, օգտակար է նաեւ երկրին, պետությանը, օգտակար կլինի նաեւ նոր ձևավորվող իշխանությանը ինչ-ինչ քայլեր անելու առումով։ Այսինքն ինքը հույս ունի, որ իհարկե ոչ առաջին տեղով, բայց ինչ որ մինիմալ շեմ հաղթահարելու է եւ լինելու է խորհրդարանում։ Իր խոսքից դա է բխում։ Հիմա ինչքան մենք մոտենում ենք ընտրություններին, այդքան ավելի հստակ է դառնում, որ նախկիններ եւ մեր ձևով, այսինքն Սամվել Կարապետյան եւ Փաշինյանի բլոկ։ Այդ երեքի մեջ է պայքարը լինելու։ Ակադեմիաներ պետք չի ավարտել, որ դա հասկանալու համար։ Մեր ձևովը Փաշինյանը եւ երրորդը ինչ էր։ Քոչարյանը, Սերժը, մնացածներ։ Այդ երեքի մեջ է ուժը։ Ու ես կարծում եմ Սամվել Կարապետյանին բերեցին ասպարեզ նրա համար, որ երրորդ ուժ ձևավորվի, որովհետեւ նախորդ 21 թվականի ընտրությունը པարզ եղավ, որ Փաշինյանի ձեն այնքան շատ է, որ այն երկուսը դաշնակ, մաշնակ այդ բաները չհերիքեց Հայաստան դաշինքը պատիվ ունեմով, որպիսի ավելի շատ ձայն ունենան, քան Փաշինյանը։ Հիմա այս տարիների ընթացքում հասկացան, որ մի հատ ուրիշ ուժեղ խաղացող բերենք, որ այդ երեքով անցնենք, էլի Փաշինյանը ավելի շատ ձայն կհավաքի, բայց մենք երեքով կմիանանք։ Այո, երեքով չէ, երկուսով, այսինքն Սերժա, հա, այդ Հայաստան դաշինքը պատիվ ունեմ ու դաշնակ ու բանը, այդ մի բլոկով են, չէ, ու այս ինչ անունը, մեր ձևովը միանանք, այ Գյումրի սցենար անենք։ Եվ հիմա փոքր այս կուսակցությունները, որոնք տարիներով ապացուցվել է, որ իրանք չեն կարա մինիմալ շեմը հաղթահարեն, ապացուցված է, դա պարզից էլ պարզ է։ Փոխանակ ակնհայտ հայտնեն իրենց աջակցությունը այն ուժին, որը գոնե ըստ իրանց տանում է այդ արևմտյան ուժով, իրանք առանձին բլոկով են տանում, Փաշինյանից են ձայները տանելու։ Որովհետև այն մարդը, որ չի ասում, այ թաղեմ սաղին չեմ ուզում, բանը, պարոն Սարգսյանը լավ մարդ է, գնամ քվեարկեմ։ Այդ ձենը կորում է Փաշինյանից, այդ ձենը գնում է պարոն Սարգսյանին, որը չի մտնելու խորհրդարան, բայց արդյունքում ձենը պահպանվում է ընդդիմադիր բլոկի համար։ Ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է ասես բան անել։ Ես այստեղ տես ինչ որ ինքը ասում է, կորիզ ինչ որ ասում է։ Ես նայում եմ լրիվ համապատասխանում, ասենք Փաշինյանական թևի բաներին, գաղափարներին։ Այ եղբայր, միացեք էլի, միացեք, իմ անպայման հենց դու պետք է երկրի ղեկավարը լինես։ Բայց մանավանդ որ չունես դու արևմտյան, լրիվ արևմուտք են գնում, հա։ Ճիշտ քո ժամանակն է, միացիր, ուժ դարձիր էլի։ Չէ, պետք է բայց հիմա սա էլ հետո կարող է միանալ, չէ, ես չգիտեմ, բայց այսինքն ներքին բաներից շատ չեմ հասկանում այդ Հայաստանը որ տեղի է ունենում խմորումներից։ Ոնց կարելի։ Դժվար է գուշակել։ Լավ։ Բայց դե այդ ախր արդյունքում տուժում է, այս ընտրությունից է տուժում, երկիրն է տուժում, ամեն ինչը տուժում է։ Դե Վրաստանը ձեր աչքի առաջ, Վրաստանը ձեր աչքի առաջ նույն սցենարի մեջ էլի ռուսական օլիգարխը կուսակցություն բացեց, ինքը չէր կարա դառնալ ղեկավար, բերեց մարիոնետկա նույն ձև ընտրավ։ Դուք ձեր աչքի առաջ այդ բանը տենում եք, դուք չեք հասկանում։ Հա ուզում են դա, ոչ թե չեն հասկանում։ Դա։ Սանդուն ենա Մայա Սանդուն մանի Մոլդովայի նախագահը այսօր ասուլիսի ժամանակ։ Այդ կնոջը չէ հալալա, ոնց կդիմացավ այդ ամեն ինչով անցավ այդ թողոբոհով էլի ռուսական։ Ասում է Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախը, որն ուղղված է ինքնիշխանության թուլացման դեմ։ Մոլդովայի նախագահ Սանդուն այսօր խոսել է Հայաստանի ու հայ ժողովրդի մասին, ժողովրդավարական ապագան պաշտպանելու հարցում աջակցության մասին, որ աջակցում է, հա։ Ես ցավում եմ եւ շատ մեծ ցավով հետևում եմ Վրաստանին, չնայած վրաց ժողովրդի խիզախությանը, որը շարունակում է պաշտպանել ժողովրդավարական արժեքները, եվրոպական ձգտումները եւ իր ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, Ռուսաստանը Վրաստանին վերադարձրեց իր ուղեցիր ուժեղացնելով պատերազմի հանդեպ վախը, ազդարարելով, որ ընտրություններում սխալ ընտրությունը կարժենա խաղաղություն։ Այժմ Հայաստանն է դառնում նույն ռազմավարության թիրախ, որը ուղղված է ինքնիշխանության թուլացմանը, ազդում է ժողովրդավարական ընտրության վրա եւ օգտագործում է ներքին խոցելիությունը։ Սանդունն ընդգծել է, որ Մոլդովան միանշանակ
աջակցում է Հայաստանին եւ նրա ժողովրդին, որոնք փորձում են դիմակայել այդ ճնշմանը։ Այս էլ Մոլդովայի խոսքը նախագահի level-ով։ Սեղելի բան էի առանձնացրել հնչակյան կուսակցություն ղեկավարությամբ Հայաստանում են, Երևանում են այսօր վարչապետն Այմար, գիտես ինչն եմ սիրում, հստակ ասում են, մենք կառավարության մեջքին ենք կանգնած, մենք իրանց բանը քաղաքականությունը մեր բանն է, այսինքն շատ էլ բան չունեն, էլի, աչ ու ձախ չունեն մյուս այդ կուսակցությունների նման։ Հստակորեն իրանց դիրքորոշումը ասում են։ Կարծում եմ այնտեղ ներքին խռովությունները կա, քանի որ հնչակյանները եւ դաշնակցությունը հին տշտամիներ են, այս որ այս կողմն է բռնել ակնհայտ, սրանք էլ Սփյուռքում իրանց քայլերը ճշգրտելու համար Փաշինյանի օրակարգին են աջակցում, որտեղ չեմ կարծում դա հենց այնց է, էլի, որտեղ Միշտ էլ իրենք հիմնականում այդպես են եղել, ճնշող, եթե գրեթե միշտ էլ բանն է։ Ռաֆայել, բայց այս կուսակցությունները, որ հիմա կան, չէ, մեր այդ հնչակյան բան դաշնակ հնչակ եւ բան ռամկավարները, թվերի մեջ Լիբանանում, Սիրիայում, բանում դու չես պատկերացնի ինչ էր կատարվում, ինչեւ իրար սպանել ու ման, այդ տեսակ բաներ, ահավոր էր այդ։ Մի կուսակցություն զենքի վրա է երթվում, այդ արդեն լավ տեղ չի տանի, էլի, հա, գիտես ինչ, զենքը իհարկե լավ է, եթե ուղղվում է դավաճանության դեմ, բայց այդ նույն զենքի վրա երթվածները կոալիցիա կազմեցին այն մարդկանց հետ, ովքեր բառացիորեն հայ ժողովրդի դահիճները դարձան, տարբեր ժամանակներում, տարբեր տասնամյակներում, նորագույն պատմության մեջ, խորհրդային կարգերի արշալույսին, առաջին հանրապետության ժամանակ, դրա համար մի քիչ որ մարդ պատմություն իմանա կհասկանա ով է, բայց դա ամեն մեկի խելքի բանը չի։ Վթարների շարք է տեղի ունեցել ժամեր առաջ Երևան, Հայաստանում ընկերներ եւ ցավոք սրտի ծանր վիճակում գտնվող մարդիկ կան։ Եղանակը ահավոր է Երևանում, մանավանդ հյուսիսում, Գյումրի, Շիրակ, շատ վատ է եւ 15 մեքենա է բախվել իրար, ուրեմն Երևան-Գյումրի ճանապարհին, Թալին բազմաբերդ հատվածում եւ մի քանիսի վիճակը ցավոք սրտի, բայց ծանր է, 10 քաղաքացի հոսպիտալացվել է, մի 10-ից ավելն էլ տուժել են, բայց օգնության կարիք չկա, հոսպիտալացվելու կարիք չկա։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է, որ Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադները հունվարի 27-ին աշխատանք են տարել գերծանրաբեռնված օպերատիվ բուժօգնության տրամադրման հարցում Թալին բազմաբերդ ավտոճանապարհի շղթայական վթարի արդյունքում։ Սիրելի քաղաքացիներ, եկեք ավելի զգոն ու զգուշ լինենք հատկապես այն օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է ասում։ 10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային եւ երևանյան բուժկենտրոններ, հիմա բուժզնման փուլում են, ցավոք ունենք ծանր դեպքեր։ Եվս մեկ անգամ հորդորում եմ պահպանեք անվտանգության կանոնները, պարտադիր ամրակապվեք, մինչև 7 տարեկան երեխաների դեպքում օգտագործեք քարսիթերը։ Երեխա էլ կա, քարսիտ ընդհանրապես է 15 ավտոյի մեջ, որի մեջ երեխա եղել չի եղել եւ որևէ մեկը ամրակապված չի եղել, ել չեմ ասում որ հին խորհրդային հաղթարվա ավտոներ կան, չէ։ Ականերեք էլի, բայց դա տառացիորեն հիմարություն է, էլի։ Ինչքան հիմար պիտի լինես, որ քո երեխայի համար այդ սայլակը ինչ որ պետք է չանես, էլի։ Իսկապես, էլի, մտածեք մի հատ, լավ հասկացեք, հադես ինչ կապեմ, բանես, բայց երեխա տարա։ Դու ոնց ես քո հիմարության պատճառով քո երեխայի կյանքը ռիսկի դնում։ Ամենաէլեմենտար բանն է։ Փողը տալիս ես, առնում ես, դնում ես երեխայի մեջ, երեխան իմա ապահով։ Այս գաղափարը մերժող մարդը, ուրիշ ինչ կարող է հասկանալ այս աշխարհ։ Մի հատից բացատրեք իմանամ։ Դե իրանք ճշտի աստիճան կարելի է բան լինել, էլի, arrogant։ Ախր չգիտեմ, այդ նման բաներին այնքան են վրդովեցնում։ Լավ, դու քո ջանդամ, քո գլուխը, քո ճակատը, բա քո երեխան, այ մարդ, դու այդքան բան չունես քո մեջ, պատասխանատվություն, այդքան գիտակցություն, փոքրիկ չափով, էլ ասես, այ մարդ, երեխայիս ապահովեմ, այսքան ստատիստիկան նա Երևանում ամեն օր ինչքան պատահար է տեղ ունենում։ Էդի որ նայես արդեն պիտի 2 հատ առնես այդ բանից, ու հանկարծ երեխային մի բան չլինի։ Այո, այո։ Իդեպ, այստեղ բանով, տարիքով չի Ռաֆայել, այստեղ քշերքով այդ բանը, մինչև որտեղ երեխան տարիքով չի որոշում ինչքան մինչև քանի տարեկան պիտի
բանում Քարսիթի մեջ, նստի հա, չգիտեմ։ Pound-ով է որոշվում, բա, որտեղ կարող է երեխան տարկով մեծ լինի, բայց փուճուրը լինի։ Պիտի էլի քարսիթի մեջ նստի։ Այո, կշերկով են ան, ճիշտ է, որտեղ տարիքը ինչ կապ ունի։ Կաշնա կարևոր էլի։ Որտեղ եթե այդ բանից հանում ես, սիթից հանում ես, պիտի այն սովորական բանն է կապվում, չէ՞, եթե ինքը փոքր է մարմնով, դրա մեջից թռնում է դուրս, դրա համար են այդ հատուկ այդ աթոռները։ Մեր ռադիոլսողներից Հարգարժան Արադավթյանը, չգիտեմ Երևանից է, ենթադրում եմ Հայաստանից է գրում, ասում է Այրապայ ջան, ինքս քարսիթ ունեմ, ցավոք շատերը հարցնում են, ինչի դա պետք է, ստից բաներ, խապում են փող են առնում դնում են, չէ՞, տենց այդ եվրейներն են մտածել, որ խափեն ժողովրդին փող առնեն, ժողովուրդ ջան, իրոք բաներ կան, որ պարզ ճշմարտություն է, եկեք հավատանք դրանց։ Էմիկ Սինանյան, ապրեք Դերենիկ ջան, ասա, ու բանը լայքեր են անում։ Անցյալ օրը ուրեմն մեր աշխատակցուհիներից մեկը պատմում է, այ բար գնացել էի խանութ, ասում է, 2 քայլեր ընդամենը, հետ գալուց ոստիկանը կանգնացեց, որ երեխեն քարսիթի մեջ չի։ Ու բանան, ընդամենը ասում է 2 քայլեր։ Այ քույրիկ ջան, այ հարազատս, պատահարը չի արցնում 10 քայլեր թե 2 քայլեր։ Օրենքը ասում է, նստեց մեքենան, պիտի կապնվի։ Ինչ տրամաբանություն ա, դες ինչա թե ճանապարհը կարճ է, այմարտ էլ ինչ կապեմ երեխու բանանեմ, այտենց տիկետը ստացավ, խնդրեմ, ամիս անգամ կա հաստատ չի անի։ Ուրիշ հասկանալու ձև այդ մարդկանց չկա։ Եթե այդ տարական բանը չեն հասկանում, մենակ այտենց պիտի անեն։ Մի քանի 100 ռուբլի դու գանում ես, ամի անգամից հասկանում ես։ Ես որ նոր եմ եկել ու դե ռեֆլեքսային է, նստում ես ամրակապվում ես մի անգամից, տաքսի լինի, ինչ լինի, բան մեկի ասում, ամերիկացին եկավ։ Այսինքն դա ոչ թե կյանքի մասին է, հա, դա պորտուգալացու ու ամերիկացու հարց չի։ Ես իմ հերիքի հին ջարդուփշուր ավտոները մի հատ չամրակապեմ։ Ես եւ այդ տրաֆիկի մեջ Հայաստանյան, էլի։ Իհարկե։ Ինձ էլ այնքան է լինում, ես տաքսին նստում կապում եմ, ախպեր ջան, պետք չի, մի կապի ասում եմ։ Նեղացնում ես, ցավը տադեմ, ասում եմ, նեղացնում ես։ Եղբայր, նայում եմ դեմքիդ, հույս ես ներշնչում։ Պետք չի ասում։ Ինչը պետք չի, խի պետք չի, ու պետք չի։ Սարգիս Ակոբյանը ասում է, Good morning, Rafael and Derenik Jan. I really enjoy your show. Սարգիս Աղբարյան, Հագրի Սարգիս, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ Շնորհակալ եմ։ Սարգիս ասեցին, ես այն օրն էի ուզում եթերում ասեի, մոռացա։ Հիշում եք Ամստերդամից մեր Սարգիսին, որ հաճախ է Այո, զանգահարում եկել է Երևան։ Եկել է Երևան, եկավ մեր տաղավար, շատ էսպես բան ու մեզ բանա, մեր ռադիոին ականջակալ էր, բերել նվեր էր, բերել բան, սենց հա, ուշադրության։ Հագրի Սարգիս, եթե լսում եք, շնորհակալ ենք։ Շատ հաճելի է, որ մեր ռադիոլսողները Երևան գալով ժամանակ են գտնում, նաև գալիս են տաղավար, հանդիպում ենք միասին եւ դա շատ հաճելի էր։ Տիկին Կարինեն ասում է car seat պարտադիր է, պարտադիր, ապրեք տիկին Կարինե իհարկե։ Սա Արգիշտի Սարուխանյանն ասում է, այո, քաշն ու հասակը այստեղ կապ ունեն։ Նարա Ասլանյանը ասում է, 3 ամբողջ ամերիկյան լուրերով ցույց էր տալիս, թե ոնց 19 ամսական երեխան մեքենայից ընկավ Ֆուլերտոն քաղաքում ընթացքի ժամանակ։ Ոստված իմ Նարա Ասլանյան, այդ ավելի մանրամասն, այսինքն կամրակապված չէր, հա, ենթադրում եմ։ Հավանաբար։ Ահա, ինչ ասեմ, ինչ ասես, կլսես, ինչ ունենք էլ նախա։ Ձևիստները հենց նախկիններն են, Սիրանուշ Ստեփանյանն է ասում։ Ձևիստ, լավ։ Այս է ձևիստները։ Հիմա, մինչ գովազդային դադարը դեռ 4 րոպե ունենք, եւս մի բան ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախկին վարչապետ այո Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ նշվում է որ Տիմոշենկոն ձերբակալվել է հեռակակարգով մենք է սա չեմ հասկանում այդ ինչա հեռակակարգով ձերբակալվել է Այսինքն sense-ա դատարանում ինքը չկա բայց դատարանում են իրան մեղավոր են ճանաչում եւ ձերբակալման օրդեր են տալիս Հիմա որտեղ որ բռնեն իրան, արդեն մի անգամից կձերբակալեն, դատա արված ամեն ինչը, թաշախուստը արել են արդեն էլի մնում։
Ակա Տիմոշենկոն մեղմ ասած բարի պտուղը չէ, այն ինչ ինքը անում էր։ Բայց ինչ կերպար էր այդ կինը, չէ, Աստված։ Ես սկզբից Ռաֆայել, որ ինքը տենց ակտիվ, այ մարդ ասում է, սա փրկությունն է Ուկրաինա, էլի այդ իր բան։ Դուս եկավ այ մարդ, այդ ոնց է հասել ինքը տեղ, այդ ինչ էր արել, ինչ ավտոմատիաներ, ինչ ֆինանսական օպերացիաներ, Աստվածիմ։ Նա մեզ հրեշտակա էլի, չէ, սիրուն։ Այդ իր բանը, չէ, այդ մազերը։ Մազերի ձևը բանը։ Սա աշխարհը գերեց, այ մոր դե արի տես որ տակից ինչ էր բան անում էլի։ Տիմոշենկո դու Քիչ ժամանում օրծերության պեսիմիստ դառնա այ մարդ էլ չես ուզում բախում ես մի բանի վրա ուրախանաս կամ որ տարիներ առաջ Կրեմլում Պուտինի հետ հանդիպման մեջ էր այդքան չէր զրուցում ինչքան լավ մենք ջահանդամ էլի բայց Պուտինը ոնց Ռասկոսից չարեց դրան թե ով ձեզ թվում է չի արել Իսկ թվում է այն ժամանակ պետք է ինքը ջոգեր որ բան աներ հիմա ուշ արդեն ծրպակալել էլի մի քիչ Իսկ թվում է կտից աբռնել նրա էլ չգիտեմ հա իսկ թվում է նույն սարի կտավն են Իրանում լավ չի վիճակը Իրանի ազգային արժույթը ռիալը հերթական անկում է արձանագրել դոլարի նկատմամբ հաստատելով պատմական նվազագույն ցուցանիշին Ամերիկյան $1 այսօր վաճառվել է 1.500.000 ռիալով Դու պատկերացրա, այսինքն $100-ը ինչ է անում, քանի միլիարդ է անում, էլի պետք է մի ժամ հաշվես այդ փողը դա 1.500.000 Դες sense թվեր եք, չի ասում։ Մանավանդ հյուսիսային պողոտայում ստե մեր մոտ, ինչ իրանցի մեր հարևանները, ինչ առևտուրներ են անում, բրենդային խանութներ կան դե ամբողջությամբ էս։ Բանիկոն դոլարներով Մեկ-մեկ ես է որ մտնում եմ սուպերմարկետ կա exchange եմ անում եւ այլն, բա հերթի մեջ մի 5-6 հատ իրանցիներ են կանգնած են դոլարներա որ մանրում են, բա այդ միտե մի դոլարը այտենց քանի միլիոն ռեալ է 1.500.000 Այդ ինչը միլիարդներ են մանրում էլի ուրեմն։ Հետարքիր է, շատ հետարքիր է այս բանը։ Այս պատկերացրու, այսինքն Սրանք աշխատավարձ բան ստանալով պետք է ճամփորդներով գնա, որ կարողանան տեղավորեն աշխատավարձ էլի, սարսափ մեկ, դա հաշվել է մենակ բանկերում արդեն դա ինչ խնդրեմ է դառնում, հա։ Ասենք մի 5-6 հազար $-ը ինչ է լինելու, քանի ահա որ բան է։ Այս ֆինանսների հետ կապված մի լավ բան, բենզինը էապես նվազել է, այսօր ես առաջի անգամ լիցքավորեցի, եւ հետաքրքիր մի փոփոխություն կա։ Առաջ գրված էր ասենք 530 դրամ է բենզինը, գրած էր 530 դրամ եւ գրած էր տակը 450 թե 430 ադրբեջանական բենզին։ Հիմա էլ չի գրվում ադրբեջանական բենզին, որ արդեն բերում են արդեն մտավ շուկա, գինը ավտոմատ միանգամից ընկավ առանց առանձնացնող մարկի, որ սա Պողոսի բենզինն է, սա Մարտիրոսի բենզինն է։ Եվ ես ընկել որպես սպառող մարդ, էլ չեմ, դա չկա էլ արդեն, բայց դրա ադրբեջանականա, չէ ադրբեջանականա, որ այլընտրանք եղավ Ռուսաստանից բացի բարելիքներ կրելու, գինը 530-ից ընկել էր 440 դրամ է բենզինը։ Բա ոնց մի լիտրը Միլիտ գալոնը չէ լիտրը։ Էս ժողովուրդը սուսուփուսման եղավ, կանցնի վաղը Միսովսկի չեն էլ հիշի։ Կարևորը այդ է, որ գինը ընդհանուր առմամբ գինը էժանացա, որը շատ կարևոր է։ Ու ես վստահ եմ, որ եթե երկաթուղի լինի, ճանապարհ լինի, բան էլի քիչն է, որտեղ հիմա հələ Վրաստանից եմ։ Այո, վաղը Միսովն։ Այո։ Հələ վաղը Միսով փողել չենք տա, վաղը Միսով ապրանքա բանով, փոխանակության բանով էլ կանենք, հա։ Հələ մի քիչ էլ զարգանանք, ախ մի քիչ էլ զարգանանք, քիչ մնաց, մի քիչ էլ ապետ դիմանալ։ Լավ, հիմա գնանք գովազդի, հա, կգանք ու կդիմանանք մի քիչ էլ։ Այո, բարեկամներ, մեր հարգարժան գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են, մեր կողքին են, ծանոթությունները լսենք, վերադառնանք եւ հաղորդման երկրորդ հատվածը շարունակենք միասին, հեռու չգնանք։ Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք-շոու Music հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Ահա եւ մենք հարգելի բարեկամներ, բարի օր, բարի լույս, բարի երեկո, նայած աշխարհի որ անկյունից եք միացել Դեմ դիմաց 8 տարի շարունակվող զրույցը ուղիղ եթերում է FM 107.5 HD3 Մենք գիտեք հետարքիր է, երեք մտածում էի, մենք Մեքսիկոից չունենք ոնց որ թե հայ, հա, բան ռադիո լսող հետարքիր բան հուշեցիք, ուրեմն ընկերներից մեկն է երեք զանգել, այնտեղ Գլենդելու մի հատ միջոցառում ա եղել վերջերս, մեծ դահլիճ նշում, ասում ինքն էլ էր ներկա, այդ համերգավարներից մեկը դուրս ա գալի բեմ, ասում թո ծապտա նրանք, ովքեր տոմսը առել են կանաց խնդրանքով, ծապ են տալի,
ովքեր ծապտան, ովքեր տղամարդու խնդրանքով են արել ծապատալի, մեկի ասում է Ժորժ, հիմա մի հատ բան եմ ասում։ Թող ծապտան նրանք, ովքեր եկել են Մեքսիկոյով, ամբողջ դահլիճը ծապատալի։ Մեքսիկոյով, հա։ Լավ էլի Ժողովուրդ ջան, մի արեք դες բաներ։ Չգիտեմ, ասեմ թե չասեմ։ Ասեք, ինչ կա, չասեք։ Ով հավատա, հավատա, ով չհավատա, չհավատա։ Մի ժամանակ ես դրանով էի զբաղվում։ Մեքսիկոյից մարդ էի բերում։ Զանգ ունեք լավ։ Այքես շրջադարձ։ Ով է միացել, բարև ձեզ։ Բարև։ Ուղիղ եթերեն Ռաֆայինա։ Այո։ Կարապետն է, չգիտեմ քիշեք։ Կարապետ, պարոն Կարապետ։ Այո, պարոն Կարապետ։ Լսում ենք ձեզ Անցած տարի որ հայտարարը ուղարկեց։ Այո, իհարկե հիշում եմ։ Ասեք, պարոն Կարապետ։ Ձայնիցս ասի։ Այո։ Ինչպես եք, լավ եք։ Լավ հարգելիս, դուք Ես շատ ինչպես։ սիրում եմ ձեր հաղորդումը։ Շնորհակալ եմ։ Ես կուզեի Դերենիկի հետ ավելի շատ անեիք հաղորդում։ Շատ հետաքրքիր է։ Փորձում ենք Դերենիկի հետ 8 տարի ամեն օր խոսում ենք։ Եթե հնարավոր է, Բարի։ եթե հնարավոր է, Եղավ հարգելիս։ ձեզ լավ օր կհանդիպենք ստեղ։ Այո, անպայման, ձեզ է լավ օր ենք մաղթում հարգելիս, լավ եղեք, հաջողություն։ Դե, ավելի շատ։ Իդեպ, ինչքան պահանջներ են հնչում երկարացնելու մեր հաղորդումը բանը, բայց side effect-ները ոչ ոք չի ասում, որ ընդ գործերը, բա TV եք դուք շտապում, ես եմ հեռուստատեսությունից գալիս, մեզ մոտ մինչև ժամը 10:30, օրինակ այսօր Երևանի ժամով մինչև 11-ին 15 պակաս եթերում ենք լինելու, բայց դրա մասին ոչ ոք, հիմա դուք եք ավարտում եք գնում եք ART-ին։ Դե իմս էլ 3 բանից է, ռադիոն առավոտյան, հետո 11-ին live շոու ունենք ART-ով, Բարի լույս շոուն է, որից հետո էլ լուրերը կենթանի ժամը 3-ից մինչև 3-ից 4-ը մինչև, չեմ ասում, 3-ից 4:30 մի րոպե, հա, 3 տեսակ էլի։ Բայց ես էլ կարծում եմ, որ ռադիոն կարելի է երկարացնել, բայց տեսնենք այդ ասածից պես շատ բաներից է կախված, այդքան հեշտ չի էլի միանգամից այդ ամեն ինչը անելը, բայց Գնացինք առաջ, հաղորդագրություններ են, ասում է այսը գալիս է, ու այսը գալիս է, դերին ձեր ասածների իրեն սպառնում են այստեղ, ասում է այսը կգա այսը։ թող գա։ Դերինիկ ջան, մինչև հիմա հայրը մեքենայի մեջ պատուհանները փակ, ծխահոտ է ծխում, երբ կինն ու անչափահաս երեխան, այնտեղ կապտած նստած է, մենք Car City-ից ենք խոսում։ Դավիթ ջան, ճիշտ է։ Դու ախր հերո ինչ են գնում, Երևան որ գնում ես, չէ՞, ձմեռը, այդ դուր լուսամուտը փակ, խմում են այդ սենյակում, ծխում են այդ սենյակում, երեխան այդ սենյակում, կանայք այդ սենյակում, այ մարդ։ Նարդի խաղալով ծխի մեջ ընդ է քաբաբու, ծխախոտն ու ալկոհոլն ու թթվի հոտը։ Ահա որ։ Որ ես այդ արքերը, չէ, դուս էի գալիս ծխելու բան, այ մարդ ուր ես գնում, արի ստեղ ծխի բան սենց։ Մեզ մոտ կարելի է, չէ, չի կարելի ձեզ մոտ, ես չեմ ուզում, հասկանում եք, էլեմենտար բաներն են, Իմիջիալից որ մենք էլեմենտար ենք ասում, մեզ թվում է պիտի հեշտ լինի, այնինչ բոլորովին հեշտ չի, էլեմենտար բաները ամենադժվար բաներից մեկն է, որ պետքա տարական բան ունենաս, ասես, այ մարդ, այս ծուխը, այս երեխայի թոքերն ա գնում, ես պետքա այդ Շան եմ նման բան, իհարկե, Սոնյա Եսայանը ասում է Եռաբլուրը հանրությանն է, բոլորինն է, հարգելով այդ ճանապարհը, փակող ծնողի վիշտը իհարկե, մեկը չի ուզում Փաշինյանին ընտեղ տեսնել, բայց մեկի համար է կարող է պատիվը վարչապետը որդուշիրին հարգանքի տուրք է մատուցում, ոնց կարելի է նման մոտեցում լինել եւ կարելի է դա էլ էժան շահարկման առիթ դարձնել, Սոնյա Եսայանն է ասում, հարգելի Սոնյա, տարական էլի էլեմենտար բան ենք ասում, բայց դա պետք է հասկանանք, այնինչ դա իրոք բարդ բան է, դա հանրային վայր է, մեկը գուցե իրոք չի թողում, չի ուզում և դրա իրավունքը ունի, բայց մյուս կողմից նա չի կարող սահմանափակել մյուսի ազատությունը, շատ կարևոր բան է, որը մեր մոտ շատ բարդ է ընկալում, շատ բարդ, Ուրեմն Իրանից մի քիչ էլ խոսենք բարեկամներ, ես ձեզ ասեմ, բացի նրանից այնտեղ ունենք հայրենակիցներ ապրող, բացի նրանից որ մեր հարևանն է, ֆիզիկական առումով,
Ես այդ ժողովրդի նկատմամբ շատ մեծ հարգանք ունեմ ու շատ ցավով եմ տեսնում, թե այդ տաղանդավոր ժողովուրդը, այդ տեսակ կուլտուրա, պատմություն ունեցող ժողովուրդը ոնց հա տառապում այդ գջլոտ հոգևորականների ձեռքից, տառացիորեն տառապում, էլի, հա։ Եվ դրա համար ես միշտ ուշադրություն եմ դարձնում այդ հարցին, եւ հիմա Իրանի հետ իրավիճակը փոփոխական է, քանի որ մեծ նավատորմ է ուղարկվել տարածաշրջան, հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը, նշելով Թեհրանը ցանկանում է համաձայնագիր կնքել։ Մենք նավատորմ ունենք Իրանի կողքին, ավելի մեծ քան Վենեսուելան, ասել է Թրամփը։ Միևնույն ժամանակ նախագահը ընդգծել է, որ դիվանագիտությունը շարունակում է մնալ տարբերակ։ Նրանք ուզում են գործարք կնքել, ես գիտեմ, նրանք բազմիցս զանգարել են, նրանք ուզում են խոսել։ Նախորդին Իրանի արտգործնախարար Բաղային մեկնաբանելով ամերիկյան նավատորմի կազմում գործող Աբրահամ Լինքոլն ավիակրի ժամանում մերձավոր արևելք ընդգծել էր, ամերիկյան որևէ նավի ժամանումը մեր տարածաշրջան չի կարող ազդել Իրանի իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հաստատակամության վրա։ Լավ, պաշտպանեք։ Այս Աբրահամ Լինքոլնը ուր որ գնում է, քաղաքական իրավիճակը փոխվում է։ Առանց կրակելու, առանց մարգենում հանգիստ այնտեղ կանգնում է, մեկ էլ էս երկիր ասում է, լավ, ինչ է բերստոր։ Այ երկիրը տենց պիտի լինի, էլի։ Ասում ես էլի, ախր դուք չեք պատկերացնում այս նավի ինչա նշանակում, սա ամեն ինչ կա սրա վրա, ինքնաթիռներ, տո ատոմային բան, տո ուղաթիռներ, ինչ ասեք, եւ ինքը մենակ չի գնում իհարկե, այդ իր շրջապատող բաներով, որոնք իրան պաշտպանում են, էս են անում, են անում, հարցերը լուծող նավ է մի հատ, պրոստը այնտեղ պարկանում, կանգնում է, վերջը։ Վերջանում է ամեն ինչը։ Եվ Եվ նույնիսկ Արաբական Միացյալ Էմիրությունները հրապարակում են արել, ասում են, որ թույլ չենք տա, որ մեր տարածքը օգտագործեք Իրանին հարվածելու համար։ Նախարարությունը վերահաստատել է այն համոզմունքը, որ երկխոսությունը, դեէսկալացիան, միջազգային իրավունքի նորմերի պահպանումը եւ պետական ինքնիշխանության հարգումը ընթացիկ ճգնաժամերի կառավարման ամենաարդյունավետ հիմնաքարն է, ասել են Խամենին արդեն իրան տեղակալ է նշանակել։ Բունկերում ասում են։ Բունկերում է թաքնված, այո։ Իր երրորդ որդունն է նշանակել, որ տեսել է։ Ախր հիմա այս ժողովուրդը մի բան չի մտածում, լավ, ենթադրենք ինքը ինչ որ արժեքներ ուներ։ Բա լավ, ինչու հենց իր տղան, կարող ուրիշ մի արժեքավոր մեկը կա, ինչու պետք է թակավոր ես, ինչ ես, ախր հասարակ տրամաբանություն է, չէ՞։ Հələ մենք բերեք տենենք ով է այդ տղան։ Չէ, ինքը նշանակում է այդ երկրի ղեկավար իր տղային, վերջացավ։ Բաները սուլթանները ոնց էին լինում։ Սուլթանը, մենակ հոգևորականի շորերով է։ Բայց նայեք, տես ամենք հաճախ ենք այս արտահայտությունը անում եթերում, որ ամեն ժողովուրդ արժանի իր իշխանությանը, մանավանդ երբ որ նա է, չէ, դե նկատի ունեմ ով էր աջակցում։ Նա հիմա շահին ուզում են հետ բերեն 3300 հոգի դրեցին այս օրերի ընթացքում, բայց շահի դեմ այդ այսօրվա ըմբոստների ծնողները պայքարում էին փախավ այդ մարդը։ Այդ այսօր ըմբոստների ծնողներն ու պապերը այաթոլայի ձեռները պաչելով Փարիզից բերեցին, կարգեցին թակավոր, հիմա ընդվզում են, այսինքն ժողովուրդը բերել է ինչ որ տասնամյակներ չի փաստորեն հաստունակ ժողովրդի այդ կրոնական իրեններով բացանում են, եւ իդեպ ասեմ, որ Խամենին Փարիզում բաներ ստանում, նպաստ էր ստանում, welfare էր ստանում։ Ոչ պիտի անի, գրանցված օրենքով Աստված տես բան, չի կարող նայի վերևից գա, բայց իրոք փաստորեն այդ տասնամյակները բարձեցրին էլի միտքը, լուսավորեցին մարդկանց միտքը, այս ինչ ենք արել փաստորեն, այս դարում, այս լուսավոր դարում, այս ում հետևից են գնացել, ոնց կարայինք աշխարհը այսպես կտրեինք մեզանից, մեր պայքարը, զուտ հայերի պայքարը աշխարհ մտնելու կռիվն է, հիմա մենք ինչ անում ենք, ասում ենք, որ մեզ աշխարհը տեսնի, որ մենք գնանք, այնտեղ փաստորեն հակառակի համար են կռվել, փակվենք, չխոսանք, մտնենք չալմեկի տակ, կանանց փակենք չտեսնեն, մենք այդ հետոստեցենք եւ քրչերի տակ մտնենք, դե այս դարում այդ շատ խավարամտություն, էլի խավարամտության գագաթնակետ ու իրոք ձեր հետ համաձայն են, որ հազարամյակների այդ քաղաքակրթությունը, որից մի քանի քաղաքակրթություններ են ծնվել, այս վիճակով չպետք է լիներ, էլի։ Մենք պիտի ունենայինք Իրանի պես հարևան, որ պիտի կրոնի հետևանքները, էլի, նայ, կրոնի հետևանք ուղղակիորեն, ուրիշ ոչ մի բան այստեղ չեք կարող բան անել, դա։
Դե, բազմակետ ենք դնում ուրեմն։ Ժամը, 2:09 9 արդեն 9 է։ Ձեզ ասենք լավ օրվա շարունակություն։ Նորից ժողովուրդ կհանդիպենք վաղը սիրելիներ։ Մինչ վաղ, մինչ վաղ, մինչ